Քարտեզ։ Այ գալի մոտիկա։ Որ փոխել մի հատ էլ կտակ շնորհակալություն։ Խվածքներով։ Ալեն, ապրես։ Այն ջանիկը կաշարա։ Ալեն, միացես դու։ Հատը կարենք, հա? Մարո Փաշինյան, միան լուսանկարներ։ Եկարեցի։ Դոնալդ ջան։ Լավ է։ Արի ես կոմոդ։ Այդե, երեխեք։ Լավ է։ Երեխեք վերցրեք ես, վերցրեք, ում չտվեցի թխվածք, ում չտվեցի, թխվածք դուք, երեխեք, հատ է, լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալություն, չեք գալիս ապարան, նկարվենք մեր վարչապետի, քարտեզ, Դրել եք պարոն վարչապետ, մեր երեխեքին մի րոպե թխվածք դուր, թխվածք, լավ եք ժողովուրդ ջան, տրամադրություններ տեղնա, շնորհակալ եմ շատ, չեք գալիս ապարան, դե կտեսնվենք, գնացինք Իրապական կերտի, բարով վարչապետ։ Լավ այրեք, շատ ապ։ Դու նստի անցին դեր, ոնց։ Քուչակ, ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայր։ Դա խոսվում այն մասին, որ ասում են 2018 թվականին բա խոստացակ թալանածը հետ վերադարձնել, բա հետ վերադարձրիք, թե հետ չվերադարձրիք։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մտել է լրացուցիչ 6.6 միլիարդ դոլար, որը հեղափոխությունից առաջ այդ գումարները մտնում էր կոնկրետ անձանց գրպանը։ Եվ ես կարամ նույնիսկ օրինակ բերեմ, այսօր Հայաստանի ավելի կոնկրետ օրինակներ բերեմ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ունի փայաբաժին եւ Վերջին 2018 թվականից մինչև 2026 թվականը ներառյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի վճարում է արևպետական բյուջե, քան նախորդող նույն մի ժամանակ, այսինքն նախորդ տարում։ Պատկերացնում եք 300 միլիոն դոլար պլյուս, այսպիսի տարբեր 300 միլիոն դոլարներով մենք պետական բյուջե եւ պետության կարողությունները ավելացրել ենք։ Բայց այդ Միայն 2026 թվականին մենք պետական թոշակի բարձրացման որոշման համար լրացուցիչ ծախսելու ենք 70 միլիարդ դրամ։ Միայն 2026 թվականին։ Եվ սա այդ թվում ստվերի, այդ թվում թալանածը վերադարձնելու պրոցեսը է։ Իմիջիալոց ես չգիտեմ դուք լսել եք թե չէ, բայց օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառավարության բանով, հայտով վաճառվել է ֆինանսների նախկին նախարարին պատկանող տունը Եվ Միացյալ Նահանգները արդեն պրոցեսը գնում է, ինչ-որ մի տոկոս պահելու են իրանց ներքին բաների համար, բայց գումարի մոտավորապես 60-70%-ը փոխանցելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Դա արդեն տեղի է ունեցել։ Երկու մի քանի օր առաջ Կոտայքի Ընդամենը օրեր առաջ Վճռաբեկ դատարանի վճիռը ուժի մեջ մտավ Կոտայքի նախկին մարզպետի տունը առանձնատունը պետականացվեց։ Եվ հիմա մենք մտածում ենք այնտեղ, չգիտեմ, ոնց կօգտագործել, դա արդեն բանն է։ Կոտայքի նախկին մարզպետի եւ որ նույնը ինքն է Գագիկ Ծառուկյանի փեսայի
առանձնատունը իր ամբողջ տարածքով սեփականացրեց։ Եվ այդ տունը հիմա իրան է, չէ, տունը հիմա ձերն է, ժողովուրդ։ Էս ինչ։ Լավ է։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, լավ եք։ 2026 ընտրում են 16։ Այո։ Գնացալ եմ, թխված երեխեք։ Ես գես։ Այսօր ես։ Շատ Հələ Leonardին ասակը, որտեղ եք գտում եք կարտոզն եք։ Տուր, փոխանցի։ Տուր, տուրից։ Ասելի կապետկա, ասել տեսախցիք։ Ստեղծում են հուսահատության գազելների ստեղծել մնացել։ Ես Երևանում պրծնեք հուսահատության գազելների հացից տեղել։ Տվել դոն։ Ճիշտ այս գազելի լավ է տեսան։ Լավ է տեսան։ Պետք է մտածենք ինչ անենք։ Սենց չի լինի։ Լավ է ջոջա, բարի ջան։ Ճանապարհ տվել։ Բայց ժիտնալով էր ասում, երևի լավ բան էր ասում։ Սուտ ենք։ Ոնց ասի, տեսակ ոչ մի սարսափելի բան չկար, բարևեցիք գնացիք, լավ է Ընտրությունները 20-26-ին քվեարկում էին, ասեցին։ Ես ավտոբուսում ագին ձայնում եմ։ Ես ծառայությունով ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Որտեղ է ծառայում ձեր զավակը։ Վանաձորը, հետո կտեղափոխվի Երևան։ Շատ լավ։ Ուրախ եմ։ Կարեցես։ Սեփալա բնակ է ասել։
Պարոն վարչապետ, կարելի է մի հատ։ Դերնով ուզում եմ ընկել։ Լավ, չէ, ուրմանները ուզում եք։ Դավ ջամիատես։ Բայց ես նվիրել եք աղան, վերակ Նավեք, բարևեք, ես էլ արդիկ գալու ենք, ես հաշիվ չի։ $5,000 հոգու զոհը առաջին անգամ հայտարարել է Սերժ Սարգսյանի տեսա Միքայել Մինասյանը, նույն ինքը Միշիկը, այն որ խոհանոցային բաներ էր վարում, ռեպորտաժներ էր վարում, ու դրանից հետո բոլորը դա դարձրել են իրանց հիմնական խոսույթը, փաստացի չկարևորելով մեր զինվորների եւ մեր քաղաքացիների կյանքը։ Կյանքն կարևոր է, բայց նրանք քիչ վրա են ու դրանով մեկը 5,000 զոհ է ասում, մյուսը 12,000 վիրավոր, որը չի եղել, ես ասենք այդ թիվը անձամբ գիտեմ, որտեղ ես եմ զբաղվել այդ ամեն ինչով ժամանակին։ Ու սա ինչ ասեմ, սա անբարո վարքագիծ է մեր քաղաքացիների նկատմամբ։ Բարև ձեզ։ Մի հատ էլ ինձ տվեք հլը։ Չմա եք նարու, պարոն վարչապետ։ Այսօր հանդիպում չկա, չես դեր։ Մեր բակերում մենք ունենանք խաղաղ միջավայր, որ այս դաշտերը, որ մենք սարքում ենք, որ մանկապարտեզները, որ մենք սարքում ենք, մեր երեխաները դաշտերում խաղաղ միջավայրում խաղան, մանկապարտեզներում մեծանան, խաղաղ միջավայրում դպրոցներում սովորեն, խաղաղ միջավայրում իրենք իրենց երկրում ունենան հեռանկար, ապրելու, զարգանալու։ Եվ սա կարծում եմ ամենամեծ ձեռքբերումն է, ինչ մեր երկիրը վերջին տարիների ընթացքում մեծ զոհությունների գնով, մեծ զրկանքների գնով ձեռք է բերել։ Նաև իշնորհիվ ձեզ, սիրելի երևանցիներ, սիրելի շենգավիցիներ, որովհետև 2021 թվականին մենք ասեցինք ապագա կա եւ այսօր հենց այդ ապագան է։ Այն ապագան, որ մենք դժվարի մեծ ջանքերի գնով վաստակել ենք։ Եվ ուրեմն, սիրելի երևանցիներ, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր, վերցրեք 16-րդ քվեաթերթիկը, որով որ դուք տեր կկանգնեք խաղաղությանը, տեր կկանգնեք մեր երեխաների ապագային։ Եվ այս ընտրությունները շատ էական են խաղաղության առումով, որովհետև հիմա շատ է քննարկվում մասնավորապես հետևյալ հարցը. ի վերջո Հայաստանում խաղաղություն կա թե չկա, շատերն են դա շատերը չէ։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը դա կասկածի տակ է դնում, ասելով որ թե չգիտենք կա թե չկա, վստահելի է թե վստահելի չի, ըլլող է թե չըլլող է, լինող է թե չլինող չի, բայց ես ձեզ եկել եմ ասելու, որ խնդրական տեղամասեր եւ տեր կանգնենք խաղաղությանը, այսօր կայացել եմ ամենադժվար ճանապարհով, կայացրել եմ ամենադժվար որոշումները եւ այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Եկեք այլև մնացել եք, եկեք ջերմ ծափերով իրար ողջունենք, ջերմ ծափերով։ Ժորդան, 2026 թվականին
Նախընտրական այս քարոզարշավը լրիվ ուրիշ տրամաբանություն եւ տրամադրություն ունի, քան 2021 թվականը։ 2021 թվականին մենք ձեզ եկանք ասցին ապագա կա, այսօր եկել ենք ասել, որ ապագան եկել է, ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է։ Եվ ես եկել եմ ձեզ շնորհավորելու այդ ապագայի Երկիրը դեպի առաջադնում շատ գոհ ենք։ Շնորհակալ եմ Մայրիկ ջան, դուք էլ լավ եղեք, առողջ եղեք։ Ես Facebook-ի մեջ եմ ասում 8 տարի առաջ թոշակները բարձրացնենք։ Ու ես գրում եմ, ասում եմ սիրելիս, 8 տարի առաջ բուջեում փող կար։ Իհարկե չկար, դա գողանում էին։ Եվ վերջապես բուջենի ճանաչում, հարկերի վճարում։ Այս տարվա պետք է դա գիտակցեմ, պետք է փոքրից մակաբարձ։ Այս տարի գիտեք, չէ, միայն Վատ եմ զգում, որ չեն հասկանում։ իհարկե գիտեք, չէ, միայն թոշակների համար 80 միլիարդ դրամ այս տարի ավելացրել են։ Մյուս տարի 100 դրա համար էլ 100 միլիարդ ենք թվին $10,000 է մոտես, թվի կարոտան օպերացիա արական։ Առողջ եղեք, առողջ Բայց եղեք։ մի տարի հետո, այո, ապրի Փաշինյանը ձեր ազդակազմը $10,000 դարձրեց անվճար։ Կալև շատ ապրենք, որ դա բաց չի, չէ՞ դες մեր ծրագրից կա։ Մենք շնորհակալ ենք ձեր վստահությանը համար։ Ընտանիքով Փաշինյանի հետադի։ Շնորհակալ ենք, շատ ապրեք, շատ շնորհակալ ենք։ Իրականում չեք պատկերացնում ինչքան կարևոր է մեր համար էլ այդպես։ Շատ շնորհակալ։ Սիրելի ժողովուրդ, հաջորդ ելույթ ունեցողը երբ 2019 թվականին դարձավ պատգամավոր, ազգային ժողովի ամենաերիտասարդ պատգամավորն էր եւ շատերը նրան, ինչպես մեզ բոլորիս անվանում էին անփորձ, բայց այս արդեն 7 տարիների ընթացքում նա ապացուցեց, որ նա հասուն քաղաքական գործիչ է եւ մեծագույն պատվով ներկայացնում է Հայաստանը տարբեր միջազգային քաղաքական հարթակներում եւ մեծ դեր է տալիս եւ մեծ կարեւորություն է տալիս իր ելույթներում կանանց եւ երիտասարդների խնդիրներին, դիմավորեք ազգային ժողովի պատգամավոր, նույնքան երիտասարդ եւ գեղեցիկ Սոնա Ղազարյանին։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, նախ եւ առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս սիրո եւ ջերմության համար։ Եթե ես անվանելու լինեի մեր քարոզարշավը, այն միանշանակ կանվանեի սիրո եւ խաղաղության հաղթարշավ։ Անկարագրելի է այն ջերմությունը, որ ի հեճուկս այս եղանակի դուք մեզ տալիս եք։ Կարկուտ, ամպրոպ, անձրև, բայց անկարագրելի է ջերմությունն ու տաքությունը, որ մենք զգում ենք։ Եվ քանի որ այսքան մտերմիկ է այս միջավայրը, ես ուզում եմ իմ անձնական փորձառությամբ կիսվել։ Մենք շատ հաճախ ենք ասում, որ խաղաղությունը նման է նորածին երեխայի։ Եվ ես դա զգում եմ, որովհետև տանը ինձ սպասում է իմ փոքրիկը, որ 9 ամսեկան է։ Եվան ծնվել է Վաշինգտոնյան հռչակագրից ուղիղ 10 օր անց։ Կարելի է ասել, որ Եվան եւ խաղաղությունը հասակակիցներ են։ Շնորհակալություն։ Եվան դեռ չի քայլում, Եվան չոչ է անում, նա արտաբերում է իր առաջին բառերը։ Եվ ես գիտեմ, որ նա ունի իմ ծնողական հոգատարության կարիքը, այնպես ինչպես սիրելի մայրեր, մեր խաղաղությունը ունի ձեր հոգատարության կարիքը։ Մեր փխրուն խաղաղությունը, սիրելի մայրեր, սիրելի քույրեր, ունի ձեր հոգատարության կարիքը։ Եվաս միանշանակ քայլելու է, նա գնալու է դպրոց։ Այնպես ինչպես մեր խաղաղությունը դառնալու է ավելի ուժեղ, ինստիտուցիոնալ։ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները սահմանազատվելու են։ Մեր բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվելու են, եւ դա տեղի ունենալու սիրելի մայրեր, ձեր հոգատարության շնորհիվ։ Սիրելի քույրեր, մեզանից տարիներ շարունակ խլել են արժանապատիվ պատանեկությունը։ 18 թվականի հեղափոխության պահին Հայաստանի Հանրապետությունում եղել են հարյուրավոր դպրոցներ, որոնք չեն ունեցել մինիմալ պահանջներ արժանապատիվ կրթություն ստանալու համար։ Եվ դրա համար է, որ մենք կառուցում ենք 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց, եւ մենք շարունակելու ենք կառուցել, որովհետեւ իմ սիրելի քույրերը գնալու են ընտրատեղամաս եւ քվեարկելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Եվ սիրելի քույրեր, մենք տեր ենք կանգնելու մեր երեխաների անկախության, խաղաղության համար։ Մեր Եվաները, Դավիթները, Միքայելները, Էվաները, Անուշիկները, Արփիները ապրելու են խաղաղ եւ երջանիկ Հայաստանում, որովհետեւ հայ ընտրել է կյանքը, հայ ընտրել է խաղաղությունը։ Սիրելի քույրեր, սիրելի մայրեր, սիրելի եղբայրներ, հայրիկներ, 2026-ին գնում ենք ընտրատեղամաս եւ ընտրում ենք խաղաղությունն ու կյանքը։ Եվ ուրեմն 2026-ին քվեարկում ենք
Շնորհակալ եմ։ Իհարկե Քոչարյանը չընդունեց մարտահրավերը, բայց ես նաև չեմ կարող չասել կամ չեմ կարող ասել, որ վարչապետը իր ասածը չարեց, որովհետև անցավ մի քանի տարի եւ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ Քոչարյանի ձայնի նման ձայնով մեկը ռուսերենով իր տերերին ասում էր՝ լավ էլի մի բան արեք դուրս գամ էսի վիճակից, այսպես ապրել հնարավոր չէ։ Վատ լուր ունեմ Քոչարյանի համար, նրա կյանքը դառնալու է ել ավելի դժվար։ Սիրելի ժողովուրդ, նորից ընտրություններ են եւ ըստ երևույթին դուք պետք է ընտրեք երկու կուսակցությունների միջև։ Մի կողմում այն կուսակցությունն է, որը 10,000 դրամով բարձրացրել է թոշակները, 65-ից բոլոր մարդկանց համար ապահովել է անվճար բուժօգնություն, համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրմամբ եւ որը ամենակարևորը հաստատել է խաղաղություն։ Մյուս կողմում այն կուսակցությունն է, այն եռագլուխ կուսակցությունն է, որի մի գլխից դատախազությունը պահանջում է բռնագանձել $200 միլիոն համարժեք դրամական միջոցներ եւ գույք, եւ նա մուծվելու է դա բյուջե մինչեւ վերջին կոպեկը։ Մյուս գլխի որդին կազինոյում կրակելու արդյունքում ստացել է դատախազության կողմից առաջադրված մեղադրանք եւ հիմա փախած է Բելարուսում եւ բռնելու ենք բերենք։ Մյուս գլուխն էլ ընդհանրապես հայտնի չի ում գլուխն է, որովհետև ունի մի քանի քաղաքացիություն եւ մինչեւ հիմա կողմնորոշման մեջ է, ինքը ում գլուխն է։ Եվ իր բոլոր 10 ովչիկները ոնց ամեն օր բռնվում են, շարունակելու են բռնվել։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, բարդ ընտրություն է, մտածեք։ Բայց ամեն դեպքում մենք առաջարկում ենք հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր եւ քվեարկել համար 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Չույն Արագածոտնի մարզի սիրելի ժողովուրդ, իհարկե մենք դեմ ենք բռնությանը, բայց այո, ինչպես պարոն Ռուբինյանը ասեց, թույլ չենք տալու, որ որևէ մեկը անվանարկի հայ ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մենք միասին շատ կարևոր գործ ունենք անելու։ Պետք է մեր քվեարկությամբ վերջնականապես ջախջախենք ցավի, դժբախտության եւ պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Անցնելով զրկանքների, թալանի, պատերազմների միջով, այժմ եկել է հայ ժողովրդի պահը։ Եկել է հայ ժողովրդի երջանիկ ապրելու, կյանքը վայելելու, մեր երեխաների մանկությունը վայելելու, մեր հրաշք հայրենիքը վայելելու պահը։ Հիմա Քոչարյանը նմանները, Ծառուկյանը նմանները, Կալուգացի Սամոյա նմանները, Սերժա նմանները էլի հավաքվել են իրար գլխի ու ուզում են Հայաստան վերադարձնել ամենաթողությունը, թալանը, տգիտությունը եւ պատերազմը։ Գիտեք ինչու, որովհետև նրանք իրենց ուժեղ են զգացել այն ժամանակ, երբ ժողովրդին պահել են տգիտության եւ չիմացության մեջ։ Նրանք իրենց խաղաղ են զգացել այն ժամանակ, երբ ժողովրդին պահել են պատերազմի, վախի եւ ցավի մեջ։ Նրանք իրենց ազատ են զգացել այն ժամանակ, երբ հայ ժողովրդին եւ մեր հայրենիքը պահել են ստրկության մեջ։ Դրա համար է որ, սիրելի հայրենակիցներ, դրա համար է որքան շատ դպրոց ու մանկապարտեզ ենք մենք կառուցում, որքան շատ ամրաշինական կառույցներ են կառուցում ու զենք են գնում, որքան շատ ենք ամրացնում մեր խաղաղությունն ու հզորացնում մեր պետությունը, որքան շատ ազատ ենք դառնում եւ անկախ ենք դառնում, այնքան մաշվում ու ոչնչանում են անգրագետ ու թույլիկ Քոչարյանը նմանները, անգրագետ ու թույլիկ Ծառուկյանը նմանները, անգրագետ ու թույլիկ Կալուգացի Սամոյա նմանները, անգրագետ ու թույլիկ Սերժա նմանները եւ նրանց գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վերանալու է։ Նրանք ուզում են, սիրելի հայրենակիցներ, նրանք ուզում են, որ Հայաստանում նորից իշխանությունը ձևավորվի պատերազմի մթնոլորտում եւ վախի գործոնով։ Բայց Հայաստանում իշխանությունն այլևս ձևավորվում է խաղաղության մթնոլորտում եւ երջանկության գործոնով։ Հայաստանում այլևս գերիշխում է երջանկությունը եւ կյանքը, սիրելի հայրենակիցներ։ Եվ չկա այլևս այն անորոշ հարցը, որ սավառնում էր մեր երկրում տասնամյակներ շարունակ, որ մենք իրար տեսնում էինք, անորոշ հայացքով նայում էինք իրար եւ ասում էինք, բա վերջը ինչ է լինելու։ Չկա այլ այդ հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ, որովհետև վերջ չի լինելու, սիրելի հայրենակիցներ, վերջ չի լինելու, լինելու է հարատև զարգացման, խաղաղության եւ երջանկության անկասելի ընթացք։ Եվ այս պատմական գործը
մեր նախնիների, մեր սերունդների արչև պատվով կատարելու համար պետք է հունիսի 7-ին գնալ ընտրատեղամասեր եւ ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, պետք է ընտրել ժողովրդի կուսակցությանը, պետք է ընտրել խաղաղության կուսակցությանը։ Եվ մենք պետք է արձանագրենք միասին, որ մայիսի 8-ից չի մեկնարկել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը, մեկնարկել է հայ ժողովրդի վերջնական եւ անկասելի հաղթարշավը, հայ ժողովրդի անկասելի հաղթարշավը։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Շնորհակալ եմ, սիրելի ժողովուրդ։ Սիրելի բարեկամներ, Կալուգացի օլիգարխի թիմում մեկը կա, որ նախկինում Սերժ Սարգսյանի թիմակիցն էր, մարզպետ էր, դեսպան էր։ Մի քանի տարի առաջ Սարգսյանենք ու Քոչարյանենք նրան ներկայացրել էին որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու եւ եկել ազգային ժողովում, ամբախ-զամբախ խոսել էր 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն անվանել էր թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Նկատի ունենալով, որ դա հայ ժողովուրդը չի արել, ուրիշներն են արել։ Եվ մեր խմբակցության քարտուղարը տեղում նրան սաստել էր եւ ասել էր ականջներդ կկտրեմ։ Դրանից հետո օլիգարխների ձեռքից սնվող լրատվամիջոցները իրանց արևին ուզում էին վարկաբեկած լինեին մեր խմբակցության քարտուղարին, ասում էին ականջ կտրողը, բայց ես չէի հասկանում, այստեղ որտեղ են ուզում մեզ գցեն։ Այո, ականջ կտրողը, որովհետև քաղաքականապես կտրելու ենք բոլոր նրանց ականջները, ովքեր կհանդգնեն մեր ժողովրդին վիրավորել։ Իդե, այդ երրագլուխ պատերազմի կուսակցության բոլոր այն տեխնացուներին, որոնք երբևիցե հանդգնել են մեր ժողովրդին վիրավորել, գիտեք այդ իրանց բառապաշարը, ժեղ, շուն, շանգյալ, ինչ ասել են։ Ես իրանց խորհուրդ եմ տալիս գնալ իրանց բարեկամներին խնդրեն չընտրել իրանց, որտեղ Աստված չանի թեկուզ որպես ընդդիմադիր իրանք հայտնվեն ազգային ժողովում, ականջ կտրելը որն է, չոբանի շուն ենք սարքելու քաղաքականապես։ Եվ այժմ ելույթ կունենա մարդ, որը վստահ եմ, առաջին շարքերում լինելու այդ շատ կարևոր գործողության։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան։ Բարի երեկո, իմ շատ սիրելի արագածոտնեցիներ։ Ես իմ խոսքը ուզում եմ սկսել շնորհակալությամբ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ 2021 թվականի հունիսյան ընտրություններում ձեր տված բարձր վստահության քվեի համար։ Քանի որ այդ քվեի շնորհիվ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հասել է այս խաղաղ եւ զարգացող հանգրվանին։ Ես իմ երկրորդ շնորհակալությունը ուզում եմ հայտնել ձեր այսօրվա ամբողջ օրվա ընթացքում ջերմ ընդունելության համար, որին մենք արժանացանք։ Եվ վերջապես ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կանխավ այն բարձր վստահության համար, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանալու է հունիսի 7-ի ընտրություններում։ Ինչու եմ վստահ սրանում։ Վստահ եմ, քանի որ տեսա այսօր նախ եւ առաջ այն ջերմությունը, որը դուք փոխանցում էիք մեզ, փոխանցում էիք ապարանում, փոխանցում էիք Ծաղկահովիտում, Թալինում, Աշտարակում, մեր գյուղերում եւ ամեն մի խաչմերուկում, երբ որ մենք կանգնում էինք եւ ողջունում էինք ձեզ։ Ես վստահ եմ դրանում, քանի որ մեր ժողովուրդը արդեն զգացել է ազատության համը, արդեն զգացել է ազատ խոսքի համը, պետության համը, զարգացման համը, բարեկեցության համը եւ որ ամենակարևորն է, խաղաղության համը։ Այո, խաղաղության համը, քանի որ մեր պատմության մեջ, մեր անկախության պատմության մեջ առաջին անգամ չի եղել նույնիսկ այդպիսի կես տարի, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններին մենք զոհեր չենք ունեցել, կրակոցներ չենք ունեցել, եւ միայն վերջին 2.5 տարին է, որ Հայաստանի սահմաններին չկան կրակոցներ եւ Հայաստանի սահմաններին մեր զինվորները չեն զոհվում, եւ դա տեղի է ունեցել միայն եւ միայն ձեր շնորհիվ, ձեր քվեի շնորհիվ 21 թվականի հունիսին դուք ընտրել եք ապագան եւ ընտրել եք խաղաղությունը եւ այն ինչ այսօր ունենք բացառապես ձեր պատգամն է եւ ձեր քվեի արդյունքն է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Եվ այդ հաստատված խաղաղությունն է պատճառը, որ այսօր մեր երեխաները ծառայում են ավելի քիչ, քան սովորաբար են ծառայել եւ ծառայում են ոչ թե թալանված բանակում, այլ խաղաղ ու զարգացող երկրի տեխնոլոգիապես անընդհատ օրեցօր հագեցող բանակում։ Եվ որքան էլ պատերազմի երրագլուխ կուսակցությունը
իր մանր ու մեծ օլիգարխներով փորձի ժողովրդի ձեռքից խլել իր իշխանությունը, դա չի հաջողվելու նրան, չի հաջողվելու մեր ժողովուրդը ոչ մեկին չի տալու իր իշխանությունը, որ սրանք էլ տանեն այստեղ այնտեղ մեր պետությունը, մեր խաղաղությունը, մեր անկախությունը, տանեն ու մատաղանեն սրա նրա ոտքերի տակ, որպեսզի կարողանան իրենք էլ Հայաստանում նշանակվել, որևէ կարգավիճակում ու թալանել մեր ժողովրդին ու մեր պետությունը։ Դա հնարավոր չի լինելու եւ թույլ չենք տալու։ Հայ ժողովրդի հետ օրգանական կապ չունեցող պատերազմի երրագլուխ կուսակցության անգրագետ ղեկավարները իհարկե այս օրերին փորձ կկատարեն դաշտ նետել ապօրինի գույքով դեռևս չվերցված իրենց վերջին ապօրինի գույքերը, իրենց վերջին ապօրինի միջոցները, որպեսզի ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնեն։ Բայց դա չի ստացվելու երկու պատճառով։ Նախ առաջինը, ամեն այդպիսի ապօրինության դեպքում նրանք իրենց մրթին կզգան պետության համը։ Երկրորդը չի զգաց, դա հնարավոր չի լինելու, որովհետև մեր ժողովուրդը վստահաբար հունիսի 7-ին գնալու է ընտրական տեղամասեր, վերցնելու է 16-րդ քվեաթերթիկը եւ ոչ միայն կողմ է քվեարկելու իր խաղաղությանը, իր անկախությանը, իր զարգացմանը, իր դպրոցների կառուցմանը, իր մանկապարտեզների կառուցմանը, իր ճանապարհների կառուցմանը, իր կենսաթոշակի ավելացմանը, իր ծնողների բարեկեցիկ եւ առողջ ապագային, այլ նաեւ գրողի ծոցն է ուղարկելու տարբեր տեղերից Հայաստան ուղարկված եւ մեր պետության դեմ գործող օլիգարխիկ խմբարկներին, որոնց նպատակն է գալ այստեղ եւ իրենց ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվում էին մինչև 2018-ի հեղափոխությունը։ Սրանք 30 տարի կերել են մեր երկիրը, կերել են մեր մանկապարտեզները, կերել են մեր դպրոցները, ճանապարհները, գործարանները, մեկից մանկությունը, մյուսի պատանեկությունը, երրորդի ապահով ծերությունը եւ հիմա սրանք որոշել են լափել նաեւ մեր ժողովրդի խաղաղությունը, որը նրանց մենք միասին հունիսի 7-ին թույլ չենք տալու։ Եվ բոլորս միասին պատերազմի երրագլուխ կուսակցության օլիգարխ ղեկավարներին ասելու ենք, որ հանգիստ նստելու են եկես տեղերը եւ սպասելու են, թե ինչպես են մեր իրավապահ մարմինները հերթով նրանց ձեռքից օրինական եղանակով հետ վերադարձնում իրենց կողմից ժողովրդից խլված ապօրինի գույքերը։ Սիրելի ժողովուրդ, ամփոփելով ուզում եմ ասել, հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիրը, այսինքն ժողովուրդը հաղթելու է ընտրություններում։ Ինչու է հաղթելու, որովհետև բռնապետությունը չի կարող հաղթել ժողովրդավարությանը, որովհետև անկախությունը չի կարող պարտվել վասալությանը ու ֆորպոստին, որովհետև կոռուպցիան ու թալանը չեն կարող հաղթել ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, ջրագիծ կառուցելուն։ Եվ վերջապես պատերազմը չի կարող հաղթել խաղաղությանը։ Մենք խաղաղությունն ենք եւ մենք հաղթելու ենք։ Եվ դրա համար պետք է ընդամենը մեկ պարզ բան։ Հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս, վերցնել 16-րդ քվեաթերթիկը եւ այո ասել խաղաղությանը, տեր կանգնել մեր պետությանը եւ այո ասել մեր պետության շարունակական ու կայուն զարգացմանը։ Շնորհակալ եմ։